Այսօր Գևարքունիքի մարզում լուր հրվեցին բոլոր լույսերը, երբ հասավ այն լուրը, որին ոչ ոք չէր ուզում հավատալ։ Մի քանի օր շարունակ ընթացած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից անհայտ կորած 3-ամյա Տիգրանի մարմինը։ Երեխա, որի մասին ամբողջ գյուղը աղոթում էր, որի վերադարձին ոչ ոք չէր դադարել հավատալ մինչև վերջին րոպեն։ Ինչն է իրականում տեղի ունեցել։ Ինչպես կարող էր 3 տարեկան երեխա անհետանալ խուլ գյուղի դաշտերում, որտեղ բոլորը բոլորին գիտեն։ Եվ ամենացավալին, ինչու նրա փոքրիկ սիրտը կանգ առավ հենց այնտեղ, դաշտամիջյան անդուր մենության մեջ։ Գիշերը, երբ բոլորը վախով նայում էին պատուհաններին, հանկարծակի լռության մեջ մի հարց ավելի ուժգին էր լսվում, քան աղմուկը։ Տիգրան, որտեղ ես։ Ծափաթաղի յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր օջախ ապրում էր նույն սարսափած սպասումով։ Մայրն այլևս չէր խոսում։ Հայրը օր ու գիշեր կանգնած էր դռան դիմաց, կարծես սպասելով, որ Տիգրանը հիմա կգա, ձեռքը ձգած։ Ինչպես դեպքի վայրից հաղորդվում է, փրկարարները, պարեկներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից, Ջիր գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա, դաշտամիջյան հատվածում։ 60 մետր։ Մի քայլ, հետո մի ուրիշ քայլ, դրանից քիչ է պետք երեխային տուն վերադարձնելու համար։ Բայց այդ 60 մետրը դարձավ ամենամութ, ամենաներող սարք հեռավորությունը աշխարհում։ Տիգրանը գտնելու օրերին գյուղով տարածվել էին ամենատարբեր լուրեր։ Ոմանք ասում էին ֆգետը տարան նրան, ուրիշները՝ գայլ, շուն, անիծված ճակատագիր։ Իսկ ամենավախենալին այն էր, որ հնարավոր է ինչ-որ մեկը տարել է նրան։ Մարդիկ իրար էին նայում աչքերի մեջ եւ առաջին անգամ չէին վստահում հարևանին։ Ով կարող էր ձեռք բարձրացնել այդ փոքրիկի վրա։ Գուցե նա մոլորվել էր, բայց արդյոք 3 տարեկան երեխան կարող էր անցնել այդ ճանապարհը, հասնել այդ դաշտը եւ այդպես էլ չկարողանալ վերադարձնել իր ոտքերը տուն։ Այդ հարցերը շարունակ ծանրանում են մնացածների սրտերին։ Ոչ մի գյուղի բնակիչ չի ուզում հավատալ, որ երեխան կարող էր միայնակ լինել այդտեղ։ Ի վերջո, դրա համար կան մեծահասակներ։ Մեծահասակներ, որին վստահվում են կյանքի ամենաթանկ գանձերը՝ երեխաները։ Արդյոք նրանք չդպրեցին։ Արդյոք ինչ-որ մեկի անուշադրությունը չդարձավ այս ողբերգության սկիզբը։ Միգուցե 1 րոպե նայեցին հեռու ու այդ 1 րոպեն խլեց ամբողջ կյանքը։ Որոնողական աշխատանքների ընթացքում ամբողջ գյուղը միահամուռ էր։ Ամեն տղամարդ դուրս էր գալիս դաշտ։ Ոմանք լապտերներով, ոմանք առանց, միայն հույսը սրտում։ Կանայք աղոթում էին երեխաները լուռ էին մնացել, հասկանալով ինչ-որ բան այնքան մեծ, որը բառերով չես բացատրի։ Երբեմն թվում էր դաշտերն են խոսում, երբեմն գիշերվա քամին, բայց այդ ձայները չէին ասում, թե որտեղ է Տիգրանը։ Եվ ահա այսօր պատասխանը գտնվեց, բայց ոչ այն պատասխանը, որին բոլորը սպասում էին։ Փրկարարների ձեռքերը դողացին, երբ նրանք հայտնաբերեցին փոքրիկ մարմինը։ Ոչ մի մարդ չի կարող ուժ գտնել այդ պահի համար։ Ոչ մի ոստիկան չի կարող պատրաստ լինել տեսնել մի բան, որը չի կարելի տեսնել, իսկ ծնողների համար աշխարհն ավարտվեց։ Ինչպես մի երեխա կարող է անհետանալ գյուղում, որտեղ ճանապարհները մի ձեռքի մատների պես հայտնի են։ Ինչպես կարելի է չնկատել, որ նա գնաց։ Ինչ է եղել այդ օրն իրականում։ Այժմ բոլորը սպասում են փորձաքննության արդյունքներին։ Մարմինը արդեն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։ Պետք է պարզել ինչպես է մահացել փոքրիկ Տիգրանը։ Արդյոք որևէ մեկը խառն է այս պատմությանը։ Թե այս ամենը սխալների եւ ողբերգական բախտի անսովոր համադրություն էր։ Տիգրանը 3 տարեկան էր։ Երեխա, որ դեռ չէր հասցրել կարդալ իր առաջին հեքիաթը, բայց արդեն դարձավ ամենասարսափելի պատմության գլխավոր հերոսը։ Նրա ամեն օրը մի նոր բացահայտում էր լինելու։ Առաջին խաղալիքը, առաջին ընկերները, առաջին բառերը, որոնք աշխարհը դարձնում են թանկ։ Բայց կյանքը դադարեց, երբ ամեն ինչ նոր էր սկսվում։ Երբ մայրն ու հայրն ամեն օր վազում էին դաշտերով, գոռալով նրա անունը։ Միգուցե նա լսում էր, միգուցե փորձում էր քայլել, բայց ուժը չէր բավարարում։ Այդ միտքը ամենավտանգավորն է, ամենասևը, որովհետև նա եղել է միայնակ։ Երեխա, որը վախենում է մթությունից, բայց ստիպված էր մնալ այնտեղ, լուռ եւ անօգնական։ Հարևանները պատմում են, որ ընտանիքը խնդիրներ չուներ, աշխատասեր ու հանգիստ մարդիկ էին։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նրանց տան դռանը մի օր կհնչի այն լուրը, որը ոչ մի ծնող երբեք չպետք է լսի։ Տիգրանի հայրը հիվանդ է, կով է պահում, մայրը աշխատում է ռեստորանում հավաքարար։ Նրանք եկել են Արցախից, փախչելով պատերազմի ցավից, բայց ցավը նրանց հետևեց այստեղ էլ։ Երբ գյուղում սկսեցին խոսել, որ միգուցե այս պատմության մեջ ինչ-որ մութ բան կա, մարդիկ ավելի լռեցին։ Ոչ ոք չէր ուզում մեղադրել, բայց ոչ ոք չէր ուզում նաև աչք փակել։ Երկիրը ցնցվեց այս լուրից։
Բոլորը սպասում են, որ արդարությունը կխոսի։ Բայց արդյոք արդարությունը վերադարձնելու է Տիգրանին։ Արդյոք որևէ դատավոր կամ մեղադրող կարող է բուժել մայրական սիրտը, որը այլևս չի ծեծում նույն ուժով։ Եվ հիմա նոր հարց է կախված օդում. ով է մեղավոր։ Միգուցե ոչ ոք, միգուցե բոլորը։ Գյուղում մարդիկ դեռ չեն կարողանում ընդունել իրականությունը։ Ոմանք կանգնած են դաշտի ճանապարհին եւ նայում այն նույն ուղությամբ, որտեղից փրկարարները դուրս բերեցին փոքրիկի մարմինը։ Կարծես սպասում են, որ հիմա ինչ-որ սխալ կհայտարարվի, որ դա Տիգրանը չէր, որ մի սխալ է եղել, որ նա դեռ ինչ-որ տեղ է, թաքնված, պաշտպանված, կենթանի, բայց ժամանակը դաժան է, իսկ ճշմարտությունը ավելի դաժան։ Արդեն սկսվել են քննարկումները, հնարավոր է, որ Տիգրանը եղել է ջիլ գյուղ տանող ճանապարհին։ Ինչ էր նա անում այնտեղ։ 3 տարեկան երեխան ինքնուրույն այդ ճանապարհն անցնել չի կարող։ Դա ոչ միայն ֆիզիկապես անհնար է, այլև հոգեպես։ Երեխաները վախենում են հեռուներից։ Նրանք հիշում են տունը, մորը, հորը, եղբայրներին։ Տիգրանը չէր հեռանա։ Նրա տարիքի երեխաները վազում են դեպի տուն, ոչ երբեք հակառակը։ Եվ այստեղ առաջանում է ամենաանհանգստացնող, ամենավտանգավոր մտահոգությունը։ Երեխային գուցե տարել են, բայց ովքեր, ինչու։ Հաճախ ամենասարսափելին թաքնված է ամենապարզի մեջ։ Երբ բոլորը որոնում էին դաշտերը, իսկական վտանգը կարող էր քայլել նրանց կողքով, նայել նրանց աչքերի մեջ եւ ձևացնել, թե նույնպես անհանգիստ է։ Երբեմն չարիքը դիմակ չի կրում, այն պարզապես շրջում է կողքիդ։ Հիշեցնենք, որ Տիգրանի հետ այդ օրը եղել էր նրա մեծ եղբայրը, 5 տարեկան։ Զահամր է եւ չի խոսում։ Նրան շատ հարցեր տվեցին, բայց պատասխան չկար։ Նրա աչքերում կային տեսարաններ, որոնք բառերին չեն ենթարկվում։ Եվ ամենաշատը նրան է ծանր։ Նա եղել է վերջինը, ով տեսել է Տիգրանին։ Մեծ եղբայր, որը չկարողացավ պաշտպանել փոքրին, ոչ իր մեղքով, բայց իր ցավով։ Ոմանք ասում են, գուցե երեխայի մահը եղել է դժբախտ պատահար։ Երեխան մոլորվել է, ուժասպառ է եղել, սառել է գիշերվա ընթացքում։ Բայց արդյոք փորձաքննությունը հաստատելու է դա։ Եթե երեխայի մարմնի վրա գտնվեն վնասվածքներ, որոնք չեն համատեղվում պատահարի հետ, այս պատմությունն ամբողջովին նոր շրջադարձ կստանա։ Եվ այդ դեպքում այլևս խոսք չի գնա դժբախտ քայլերի մասին։ Խոսքը կլինի հանցանքի մասին, ու եթե այդպես լինի, ապա ինչ-որ մեկը դեռ ազատ է, ինչ-որ մեկը դեռ քայլում է նույն դաշտերով, որտեղ փոքրիկ Տիգրանը վերջին անգամ տեսավ երկինքը։ Ծափաթաղում մարդիկ խուճապի մեջ են։ Մայրերը երեխաներին դուրս չեն թողնում տներից։ Երեխաներն այլևս չեն վազում ազատ։ Խաղերը դադարել են։ Աշխարհը պակասել է 3 տարով, 1 կյանքով, որը պիտի աճեր, մեծանար, ապրեր։ Հիմա նույնիսկ մեծահասակներն են վախենում մթությունից։ Երբ փրկարարները դադարեցին որոնումները եւ հայտարարեցին գտնելու մասին, գյուղում մի պահ ոչ ոք չշնչեց։ Մայրն այն պահին պարզապես ընկավ գետնին։ Հայրը քարացավ։ Նրա դեմքին ոչինչ չկար, ոչ արտասուք, ոչ ճիչ, ոչ խոսք։ Նա չէր կարող բարձրաձայնել ցավը, որովհետև ցավն այնքան մեծ էր, որ ձայնը տկար էր դրա կողքին։ Այս պատմության ամենադաժան կողմը մեկ բան է։ Եթե բարձրացնենք քարտեզը, տեսնում ենք, որ Տիգրանին գտան ոչ հեռու այն վայրից, որտեղից բոլորը օրեր շարունակ անցնում էին։ Այդ դաշտը մի քանի անգամ ստուգվել էր։ Ինչպես նրանք չնկատեցին նրան, Տիգրանն այդտեղ չէր եղել սկզբից։ Գուցե մարմինը տեղափոխվել է այնտեղ։ Եթե այո, ուրեմն ինչ-որ մեկը փորձել է մոլորեցնել բոլորին։ Իսկ դա նշանակում է, որ երեխան մենակ չէր մահացել։ Եվ եթե նա միայնակ չէր, ապա ով էր նրա հետ։ Եվ ինչու այդ մարդը չի խոսում այսօր։ Հարևան գյուղերում նույնպես վախ է։ Մարդիկ հիշում են այլ անհետացումներ, այլ չպարզված դեպքեր։ Գյուղական լռության մեջ այդ պատմությունները դառնում են ավելի խավար, քան իրականում են։ Իսկ երբ կա մեկ չբացատրելի ողբերգություն, միշտ թվում է հետո լինելու են նորերը, քանի դեռ պատասխանները չեն տրվում, անկեղծ վախը չի խաղաղվի։ Բայց որտեղից սկսվել է այս ամենը։ Ինչ է եղել հոկտեմբերի 27-ին, այն ճակատագրական օրը։ Ինչու Տիգրանը մնաց առանց վերահսկողության, ով էր նրանց կողքին, ինչու ոչ ոք չնկատեց, թե ինչպես էր նա անհետանում։ Այդ օրը տան մթությունը հիմա ավելի ծանր է, քան գիշերային երկինքը։ Բոլորն ուզում են հետ տանել ժամանակը։ Մի 2 րոպե, մի հայացք երեխայի ուղղությամբ։ Մի քայլ առաջ, ոչ թե հետո։ Բայց նման հրաշքներ լինում են միայն հեքիաթներում, ոչ այստեղ, իրականության ամենադաժան դաշտում։ Քննությունը շարունակվում է։ Ոստիկանները խոստացել են, բացահայտվելու է ամեն ինչ։ Բայց հասարակ մարդիկ չեն հավատում խոստումներին, նրանք ուզում են արդյունք։ Ուզում են անուն, որը կարտասանեն ատելությամբ։ Ուզում են պատիժ, որը կհանգստացնի,
թեև ոչ մի բան չի վերադարձնի Տիգրանին, եւ այս պահին ամենասարսափելին այն է, որ աշխարհը շարունակում է պտտվել։ Մարդիկ շարունակում են ապրել, արևը շարունակում է վերադառնալ ամեն առավոտ։ Իսկ մի փոքրիկ տղա այլևս չի արթնանում այդ արևի տակ։ Երբ ընտանիքը վերադարձավ Արցախից, փրկելով իրենց երեխաներին պատերազմից, նրանք չէին մտածում, որ խաղաղ գյուղում վտանգը ավելի մոտ է լինելու, որ իրենց որդին կկորչի ոչ թե կրակի, այլ անուշադրության մեջ, որ իրենց փոքրիկ հերոսը չի տեսնի իր 4 եղբայրների հետ մեծանալու երջանկությունը։ Եվ եթե դա ճակատագիր էր, ապա ինչ դաժան է նա։ Իսկ եթե դա մարդկային ձեռքի գործ է, ապա ինչ մութ եւ սառը սիրտ է այն կրել։ Այս պահին կա միայն մեկ ճշմարտություն. Հայաստանը պայմանավորվեց կորուստի հետ։ Մի կորուստ, որը չի կարելի մոռանալ, որովհետև երեխաների կյանքի գինը չի չափվում ոչ օրենքով, ոչ ժամանակով, ոչ արդարության խոստումներով, այն չափվում է լռությամբ, որը մնում է հետո։ Այսօր մի ամբողջ երկիր կանգնած է նույն հարցի առաջ. ինչ անել, որպեսզի այսպիսի պատմությունները չկրկնվեն։ Ինչպես պաշտպանել ամենափոքրին, ամենաթանկին, երբ կյանքը մի ակնթարթում կարող է խլել նրանց ամեն ինչից։ Տիգրանի մահը միայն մեկ ընտանիքի ողբերգություն չէ, դա մեր բոլորիս անհաջողությունն է։ Այն հիշեցում է, որ երեխաները երբեք չպետք է մենակ լինեն այդ մեծ ու անողոք աշխարհում։ Փորձաքննության պատասխանները պարզելու են շատ բաներ։ Մարմնի վրա կգտնվեն կամ չեն գտնվի հետքեր, որոնք կասեն, արդյոք երեխային վնաս են տվել, բայց արդյոք որևէ փաստաթուղթ կարող է թեթևացնել ցավը։ Արդյոք որևէ ցուցմունք կարող է փակել այս պատմությունը։ Բոլորը սպասում են ճշմարտությանը, բայց ճշմարտությունն ամեն անգամ ավելի դաժան է, քան սուտը, որովհետև այն ստիպում է ընդունել այն, ինչից ուզում ես փախչել, որ ամեն ինչ ավարտվել է։ Երբ հոգեբանները խոսում են երեխաների կորուստների մասին, ասում են ժամանակը բուժում է, բայց կա մի բան, որ ժամանակը երբեք չի բուժում։ Այն վայրկյանը, երբ հայրը վերջին անգամ տեսավ իր որդուն։ Այն լացը, որ մայրը պահեց ներսում, որովհետև չէր ուզում, որ մյուս երեխաները վախենան։ Այն օրը, երբ հույսը մեռավ, բայց սիրտը դեռ շարունակում էր հավատալ։ Այդ ցավը չի անցնում։ Այն պարզապես սովորում է ապրել մարդու ներսում։ Գյուղում այսօր մի լռություն է, որը ճմրում է օդը։ Պատուհանների դեղին լույսերը կարծես այլ իմաստ ունեն, դրանք այրվում են Տիգրանի հիշատակով։ Երեխաները հարցնում են Տիգրանը երբ է վերադառնալու։ Իսկ մեծահասակները չեն գտնում բառեր։ Ինչպես բացատրել մի բան, որը դու ինքդ չես հասկանում։ Ինչպես ասել, որ 3 տարեկան հրեշտակը այլևս չի խաղալու բակում, որ նրա փոքրիկ ցածր ձայնը այլևս չի հնչելու, որ նրա անունը հիմա վերջապես դարձել է լուրերի վերնագիր։ Այս տեսանկյունից ամենադժվարն այն է, որ մենք միշտ ուշ ենք ըմբռնում իսկական արժեքները։ Մենք միշտ մտածում ենք, վաղը կա։ Միշտ հավատում ենք, որ ժամանակն անսպառ է։ Բայց ժամանակը դավաճան է։ Երբ ուզում ես հետ տալ մի րոպե, այն անհետանում է ծիծաղող կերպարանքով։ Այս դեպքը դարձել է զանգ, որը չենք կարող անտեսել։ Այժմ Հայաստանն ունի պարտականություն պաշտպանել իր երեխաներին։ Բոլոր ուժային կառույցների, բոլոր պետական ու համայնքային մարմինների ուշադրությունը պետք է լինի նրանց վրա։ Ոչ թե հետո, այլ հենց հիմա։ Որևէ մոռացված երեխա չպետք է դառնա նոր ողբերգություն։ Որևէ անուշադրություն չպետք է խլի նոր կյանք։ Եվ եթե այս պատմությունից մի բան պիտի սովորենք, ապա դա այն է, որ երեխաների անվտանգությունը սկսվում է ամենափոքր բանից։ Մեկ հայացքից, մեկ ճշտումից, մեկ հարցից, որտեղ է նա։ Ու երբ այդ մեկ հարցը չհնչեց, այսօր մենք կորցրինք մի հոգի, որը պիտի ապրեր։ Տիգրանը հիմա այնտեղ է, որտեղ վախ չկա։ Նա այլևս չի մոլորվի, չի առնի, չի սառչի մութ դաշտերում։ Նա կապրի այն խաղաղության մեջ, որը մենք չկարողացանք նրան տալ այստեղ։ Եվ եթե մենք ուզում ենք նրա հիշատակը մնա, ապա պետք է փոխենք իրականությունը, ոչ թե խոսքերով, այլ քայլերով։ Որովհետև ամեն կորած երեխա մի ամբողջ աշխարհի կորուստ է, եւ այդ աշխարհը մենք ենք կառուցում։ Տիգրան, դու մեր աչքերի լույսը ես։ Քո կարճ կյանքը մեզ սովորեցրեց ամենածանր ճշմարտությունը։ Երբեմն մեծերը ձախողվում են, եւ այդ ձախողումը դառնում է կյանքի գին։ Թող այս պատմությունը չմնա պարզապես լուրերի ժապավեններում, թող այն դառնա պատասխանատվություն։ Մեր պատասխանատվությունը։ Ամեն օր, ամեն րոպե, ամեն երեխայի համար։ Եթե դու հիմա լսում ես այս պատմությունը, սա քո լուր պայմանագիրն է։ Պաշտպանել նրանց, ովքեր չեն կարող պաշտպանել իրենց։ Եվ հիշեք, յուրաքանչյուր բաժանորդ, որ միանում է մեզ, մի ձայն է, հանուն արդարության, հանուն երեխաների, հանուն այն, որ այսպիսի պատմությունները երբեք չկրկնվեն, բաժանորդագրվեք։